նրան տրվեց Եսայի մարգարեի գրքից, և նա վեր կացավ ընթերցելու, և գիրքը բացեց, գտավ այն տեղը, ուր գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար ինձ օծեց, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկվածներին բժշկելու, գերիներին ազատելու, կարոզելու և կույրերի տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելու, տարին հռչակելու։ Եվ փակելով գիրքը տվեց պաշտոնյային ու նստեց, և ժողովարանում գտնվողներից բոլորը նրա աչքերը նայում էին նրա աչքերին, սկսեց ասել նրանց, այսօր այդ գրվածները կատարվեցին, և երբ լսում էին և ձեր ականջներով, և բոլորը վկայում էին և զարմանում նրա բերանից ելած շնորհքների խոսքերի վրա և ասում. Սա Հովսեփի որդին չէ արդյոք։ Եվ Հիսուս ասաց նրանց. Անշուշտ ինձ այս առածը կասեք, բժիշկ բժշկին քեզ։ Եվ այն ամենը ինչ արել ես Կափառնայում, որ չափ որ լսեցինք, արա և այստեղ, քո գավառում։ Եվ նա ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում, և արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում բազում այրեր կային, և երկինքը փակվեց 3 տարի և 6 ամիս, և ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ։ Սարքային նրանցից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, բայց միայն մի այրի կնոջ Սիդոնացիների Սարեփա քաղաքում։ Նաև Իսրայելում Եղիսեի մարգարեի օրոք բազում որոտներ կային, և սակայն նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն Նեեմասորին։ Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցվեցին բարկությամբ, և վեր կենալով նրան քաղաքից դուրս հանեցին Հիսուսին ու տարան մինչև Գագաթը սարի և ուզում էին նրան ժայռից նետել։ Իսկ նա անցավ նրանց միջից և հեռացավ։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա ավետարանը շատ բաներ է սովորեցնում մեզ, ինչպես որ ավետարանը Սուրբ Գիրքը շատ բաներ է սովորեցնելու մեզ, եթե մենք ուշունությամբ և հոգևոր աչքով կարդանք և ընկալենք և հասկանանք Աստծո խոսքը։ Ընթերցվածի սկզբում Հիսուսը Սուրբ Հոգու զորությամբ էր, որ շարժվում էր։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը, երբ որ ինչ-որ մի բան պիտի կատարի, երբ որ ինչ-որ մի տեղ պիտի գնա, բարի առաքելություն կատարի, պիտի գործի Սուրբ Հոգու զորությամբ։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ օրինակ Հիսուս անապատ գնալու փորձության ժամանակ Սուրբ Հոգու զորությամբ մտավ փորձությունների մեջ, անապատ գնաց Սուրբ Հոգու ուղեկցությամբ։ Եվ կարդացել ենք այդ հատվածը, երբ որ Հիսուս բազում փորձությունների ժամանակ սատանայի, ինքը հաղթահարեց սատանայի բոլոր փորձությունները, սա այլ թեմա է, մի օր խոսենք այս մասին, բայց Սուրբ Հոգով էր դրա համար հաղթահարեց սատանայի բոլոր փորձությունները, ինչպես որ գրում է Սուրբ Գիրքը։ Ուրեմն, երբ որ ինչ-որ բան անես, նախ աղոթիր Աստծուն, որովհետև աղոթքով սկսված յուրաքանչյուր արարք, աղոթքով կատարված ամեն ինչ պսակվելու է հաղթանակով, հաջողությամբ, և քո բոլոր արարքը Սուրբ Հոգու զորությամբ պիտի կատարվի և հաջողություն ունենա։ Սուրբ Հոգին մենք ստանում ենք մեր մկրտության ավազանից, բայց այդ Սուրբ Հոգին հեռանում է մեզանից, երբ որ մենք բացակայում ենք եկեղեցու կյանքից, երբ որ եկեղեցին է բացակայում մեր
քիչ ենք աղոթում, քիչ ենք գալիս եկեղեցի, եւ այդ սուրբ մկրտության շնորհները Սուրբ Հոգին նվազում է եւ հեռանում է մեզանից։ Դրա համար պետք է մշտապես Սուրբ Հոգու առաջնորդությամբ գանք եկեղեցի, մասնակից լինենք պատարագի, եւ ինչպես որ եկեղեցու հայրերն են ասում, ով որ չի գալիս եկեղեցի պատարագի, երկնքում ստանում է բացակա, որովհետեւ Աստծո հետ ամեն հաղորդակցությունը նշանակում է ներկայություն ունենալ, նշանակում է Հիսուսին ունենալ իր մեջ, ոչ թե բացակա լինել, այլ ներկա լինել Սուրբ Հոգու զորությամբ մատուցված պատարագին։ Երկրորդ հատվածը Հիսուս մտավ տաճար եւ նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը եւ նա կարդաց։ Ինչպես կարդալ Սուրբ Գիրքը։ Մենք ինչպես ենք կարդում Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը մենք կարդում ենք շատ մատերի արանքով, եթե կարդում ենք։ Իմ պրակտիկայում շատ է եղել, որ մտել եմ այս կամ այն տուն օրհնելու, իմ բարեկամների տուն, տեսել եմ Սուրբ Գիրքը զետեղված է ամենակարևոր տեղում, երևացող տեղում։ Բայց երբ որ այդ գիրքը բացել է, տեսել եմ, որ էջերը չի թերթվում, երբեք այդ գիրքը չի բացվել, բայց դրվել է այդ տան մեջ ցուցադրական ուրահամեկ հավատացյալը։ Սուրբ Գիրքը, սիրելիներ, թալիսման երբեք չի եւ չի եղել։ Սուրբ Գիրքը կարդալով է, որ ընթերցելով է, ամենօրյա ընթերցելով է, որ մեր մեջ աշխատացնում է Սուրբ Հոգին եւ առաջնորդում է մեզ։ Կամ ինչպես ենք կարդում Սուրբ Գիրքը, եթե կարդում ենք։ Մենակ Սուրբ Գիրք կարդալ չես կարող, այսինքն մեկը քեզ պիտի ուղղորդի։ Ով պիտի ուղղորդի մեզ Սուրբ Գիրքը կարդալուց։ Իհարկե առաքելական այս Սուրբ եկեղեցին եւ օծված քահանաները, որովհետեւ Սուրբ Գիրքը ունի բացատրություն։ Եթե մենք Սուրբ Գիրքը կարդում ենք այս կամ այն հատվածը եւ չենք հասկանում, բարի լինենք մոտենանք քահանային եւ հարցնենք իրեն եւ ինքը կբացատրի մեզ, կմեկնի Սուրբ Գիրքը։ Եվ մենք ունենք բազում մեկնություններ, որոնք Սուրբ եկեղեցու հայրերի կողմից մեկնաբանված, մեկնված հատվածներ են։ Ուրեմն Սուրբ Գիրքը մենք միշտ պիտի կարդանք, ինչպես որ Հիսուս մտավ եկեղեցի եւ վերցրեց այն հատվածը, որը ցույց են տվել եւ կարդաց։ Եվ ասեց Հիսուս. ահա ես եկել եմ, որովհետեւ ինձ օծել էր Աստված, Սուրբ Հոգին ինձ օծել էր եւ ես եկել եմ աղքատներին քարոզելու։ Ինչ ենք հասկանում այստեղ աղքատներին ասելով։ Աղքատներին ասելով մենք ուրեմն ամեն բարի սկիզբը եթե դնենք հոգևոր իմաստը, հասկանալի մտ գաղտնի բացեմ ձեզ, ամեն մտքի առաջ, որ դնենք Սուրբ Գրքի հոգևոր իմաստը, մեզ համար հասկանալի կլինի։ Այսինքն, երբ որ Հիսուսը եկավ քարոզեց աղքատներին, երանիների մեջ աղքատները հոգով աղքատներն են։ Այսինքն նրանք, ովքեր քաղցը ունեին Հիսուսին, ովքեր կարիք ունեն սնվելու Տիրոջով եւ Տիրոջ խոսքով առաջնորդվելով։ Եվ Հիսուսը եկավ խուլերին լսողություն տալու, հոգևոր խուլերին։ Այսինքն մարդիկ, ովքեր որ թվում է թե լսում են Աստծո խոսքը, բայց չեն ընկալում Աստծո խոսքը։ Թվում է թե հասկացան Աստծո խոսքը, բայց այդպես էլ չհասկացան, որտեղ հոգևոր բառը չդրեցին սկզբում, հոգով խուլ։ Դրանց համար եկավ Հիսուս։ Երբ որ եկավ կարիքավորներին քարոզելու, իհարկե քարոզելու կարիքավորներին, բայց հոգով կարիք ունեցողներին։ Երրորդ հատվածը Հիսուս, երբ որ մտավ տաճար,
վերցրեց այդ հատվածը կարդալու, մարդիկ իրեն հարգալից չվերաբերվեցին։ Անկախ կարգավիճակից մարդկանց անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել։ Ինչ էին ասում սրանք։ Նախ Հիսուս հեղինակությամբ կարդաց Սուրբ Գիրքը։ Իրեն շատ էր կարդացվել Սուրբ Գիրքը, բայց ոչ ոք հրեական այդ միջավայրում Հիսուսի նման հեղինակությամբ չկարդաց Սուրբ Գիրքը։ Եվ այդ տեսնելով, որտեղ իր գավառն էր, իր ծննդավայրն էր, շատերը գայթակղվեցին եւ ասեցին, սա Հովսեփի որդին չէ, այն էլ Հյուսն, այսինքն փայտագործ Հովսեփի տղան չի սա, Մարիամի զավակը չի, ովքեր են սրա, որ ընտանիքից է սա դուրս եկել, որ այսօր հեղինակության եւ ուրիշ տեղեր բժշկություններ է կատարում եւ հրաշքներ է կատարում։ Ուրեմն մենք եւս ականատես ենք լինում նման իրավիճակների, երբ որ թերագնահատում ենք օրինակի համար աղքատ ընտանիքից որևէ մի զավակի, որը շնորհալի երգեցողություն կատարում ունի։ Աղքատ ընտանիքից եւ սովորական ընտանիքից մի զավակի, որը պաշտոն է ստացել, երևելի մեկն է, ճանաչված մեկն է, մենք չի նայենք, որտեղից է, որ տնից է, ով է սրա ծնողները, այլ պիտի նայենք, թե այդ մարդը իրենից ինչ է ներկայացնում, չթերագնահատենք մարդուն եւ կարեւոր չի, այսօր Աստված նայում է, թե մենք թերագնահատում ենք մարդկանց թե ոչ։ Չորրորդ, նրանք նախանձեցին, որովհետև ասում էին Հովսեփի զավակը չի։ Մի Հյուսնի որդին ես, ինչպես է, որ սա այս գործերը կատարում է եւ նախանձեցին։ Մի նախանձիր նրան, ով առավել է քեզանից։ Բոլոր մարդիկ այս աշխարհում տարբեր են ստեղծված։ Հասակով, կարգավիճակով, շնորհների տարբերությամբ երբեմն մենք նայում ենք մեկին, որ ինչ-որ իրենից բան է ներկայացնում եւ մենք նախանձում ենք, որովհետեւ մենք չունենք այն, ինչ ունի մեր դիմացինը, մեր կողքինը, մեր հարևանը, մեր ընկերը։ Ինչու ես նախանձում։ Մի նախանձիր, որովհետեւ դու ունես ավելի քան նա, դու ունես Սուրբ Հոգի, դու ունես Աստծո ներկայություն, դու Աստծո պատկերով ես ստեղծված։ Մի նախանձիր նրան։ Եվ այս նախանձը շատ հաճախ քայքայում է բոլոր տեսակի հարաբերությունները, որ կան, ինչպես որ շաղախը կառույցի մեջ ամրացնում է կառույցը, արմատուրան, չէ, ցեմենտը, քարը, այնպես էլ նախանձը թուլացնում է այդ ամեն ինչը, այդ կառույցը։ Նախանձող մարդը նախ իր անձն է վնասում, այս մասին ես շատ անգամ եմ խոսել, նախանձող մարդը նախ իրեն է, նախ անձ, նախ քո անձն ես ուրեմն վնասում եւ հարց է թե դիմացինի քո նախանձով վնասում ես թե ոչ։ Այսօր մեր իրականության մեջ բոլորը բոլորին նախանձում են։ Ուր են գնալու այսպես, սիրելի եւ Աստված տեսնում է դա եւ հեռանում է մեր հարաբերություններից, հեռանում է մեր երկրից, Աստված հեռանում է մեր քաղաքից, Աստված հեռանում է մեր աղոթքներից, Աստված հեռանում է ամեն ինչից, որտեղ կա մեղքը, նախանձը, հպարտությունը եւ բոլոր տեսակի հանցանքները։ Մաքրենք մեզ, որովհետեւ մենք ունենք շատ ավելին, քան ում որ մենք նախանձում ենք, մենք Աստծո պատկերն ունենք։ 5. Մարդիկ փնտրում էին հրաշքներ, երբ որ Հիսուսը եկավ Նազարեթ, որ չընդունվեց, պատճառներից մեկն էլ այս էր, ասում ուրիշ քաղաքներ, մարդիկ իրեն մեղադրում էին, ուրիշ քաղաքներում դու բուժումներ ես անում, բժշկություններ ես անում, ամեն ինչ ես անում, հրաշքներ ես անում, որպեսզի հավատան քեզ ու նշան ցույց տուր, հրաշք գործիր եւ քեզ
կհավատանք։ Սա ասում էին Նազարեթի ժողովուրդը, որ Հիսուսի ծննդավայրում է մանկուց իրեն գիտեին։ Մի փնտրիր հրաշք կամ հրաշքներ, հավատա ու կծնվի քեզ համար բոլոր տեսակի հրաշքները։ Ոչ թե հրաշքներ, որ պիտի նպաստի մեզ հավատացյալ դառնալու, այլ հավատն է, որ մեզ պիտի ծնի հրաշքներ։ Սա փաստված բան է։ Դրա համար Հիսուս հրաշք չգործեց Նազարեթում, որովհետև նրանք ուզում էին տեսնել ինչ։ Տեսնել նոր հավատալ, Երանի նրան, որ չտեսավ և հավատաց։ Ուրեմն մի օր մի հոգևորական պատարակ էր մատուցում և ինքը կարծես թե չէր հավատում, ինչպես այս փոքրիկ նշխարը և գինին պատարակի պիտի վերածվի Հիսուսի մարմնին և արյանին, ուղղակի չէր հասկանում մտքով, չէր ընկալում սա։ Եվ այն ժամանակ, երբ որ նշխարը հոգևորականը բարձրացնում է, ասում է, սա է իմ մարմինը, գինին օրհնում է, ասում է, սա է իմ արյունը, մանուկ Հիսուս հայտնվում է խորանի վրա։ Հրաշք մի բան։ Մարդիկ վազում են, մեկը մյուսին ասում են, տեսեք Հիսուսը, մի խոնար հավատացյալ, տաճարի մեջ, կռացած, ծնկած, աղոթք էր անում, և բոլորը նայում էին նրան, զարմանում էին, դա բոլոր տեսան, որ հրաշք է եղել, մանուկ Հիսուսը խորանի վրա հայտնվեց, սա ասում է, ես կարիքը չունեմ դա տեսնելու, ամեն կիրակի Հիսուսի մարմինը ճաշակելուց, արյունը խմելուց, ես դա զգում եմ իմ հավատքով, տեսնելու և հավատալու կարիք չկա, Երանի նրան, ով որ չտեսավ և հավատաց։ 6. Շատ կարևոր է այս հատվածի մեջ ընկալել մի կարևոր բան, որ հաճախ Աստված իրական հավատքը տեսնում է օտարների մեջ, քան թե յուրայինների մոտ։ Թվում է, թե մենք շատ հավատացյալ ենք։ Թվում է, թե մենք, երբ որ աղոթում ենք, հաճախում ենք եկեղեցի, 1700 տարվա և ավելի քրիստոնյաներ են։ Թվում է, թե մեկը անընդհատ ծնկաչով, որ աղոթում է, պահք է պահում, դասանորդ է տալիս, այս է անում, այն փարիսեցուն հիշեցի։ Բայց այս մարդու հետ Աստված գործ չունի։ Տեսնում է, որ իրական հավատքը չկա, այլ երբեմն Աստված իրական հավատքը տեսնում է օտարների մեջ։ Շատ կարևոր մի բան, եկեք մտածենք այս մասին։ Ինչու է Աստված իրական հավատ երբեմն տեսնում օտարների մեջ, իսկ մեր մեջ չի տեսնում։ Սա ամենակարևոր կարծում եմ բանն է, որ մենք պիտի հասկանանք, ընկալենք, Սուրբ Գիրքը կարդանք և ընկալենք, հասկանենք, ինչու է այդպես։ Ինչու, որովհետև հավատքը սիրո դրսևորություն է մեր կյանքում, հավատքը գործ է, որ պիտի ապացուցենք մեր արարքներով, մեր չափումներով, մեր ընկալումներով, մեր շփումներով, նույնիսկ կենցաղի մակարդակին հավատքը պիտի երևա։ Ոչ թե ցույց տա, այլ սրտով հավատանք։ Եթե մենք սրտով հավատում ենք Աստծուն, Աստված դրսևորվում է մեր մեջ, ոչ թե մենք ցույց ենք տալիս, դա սխալ է, այլ Աստված իրական հավատացյալի մեջ է և իր գործերով արտահայտվում է բնականաբար սա։ Եվ 7. վերջինը։ Այս ամենից հետո Հիսուսին, երբ որ այս ժողովուրդը հնովեց, նախանձեց, գալիլեացիները, Նազարեթի ժողովուրդը, և Հիսուս մի երկու բան էլ ասեց, որ Եղիայի հետ կապված նրանք գազազեցին, ջղայնացան, Հիսուսին բռնեցին օձիքից, տարան լեռան վրա և ուզում էին լեռից գցել։ Երբ կյանքը վտանգի մեջ է, կյանքից սպառնում է վտանգ, պարտավոր ես ինքնապաշտպանվել կամ խուսափել դրանից։ Մեզ երբեմն մեղադրում են, որ մենք քրիստոնյա դարձանք, թուլացանք, կորցրեցինք հողերը,
իրական հավատքը չունեցանք, ու ծածվեցինք, ծովիսով Հայաստանից փոքրացանք, բայց շատ տեղերում այստեղ ևս Ղուկաս 4-րդ գլուխ 15-րդ համարում կարդում ենք, որ Հիսուսը խուսափեց կամ միշտ ինքնապաշտպանվեց։ Շատ կարևոր բան է ինքնապաշտպանությունը։ Անգամ եթե թշնամին ոչ թե ինքնասպանես, դու նրա կյանքը վերցնես, Աստված քեզ երբեք մարդասպան չի համարի։ Ինքնապաշտպանվելը շատ կարևոր է։ Կամ խուսափել դրանից, բայց հիմնականում Սուրբ Գիրքը մենք պիտի նայենք մեր հայ ժողովրդի իրականության մեջ։ Եվ որ ասում է սիրիր թշնամուն, մենք չի հասկանանք, որ սիրենք Թուրքին։ Թուրքից կամ պիտի ինքնապաշտպանվենք, կամ սպանենք իրեն, որ չտիրանա մեր սրբություններին։ Հետևաբար Աստծո խոսքը այսօր, վաղը, երեկ եւ հավիտյան միշտ առաջնորդող կլինի մեզ։ Կարծես այս գիրքը, Տիրոջ խոսքը, կենարար կյանքի խոսքը, Աստծո խոսքը գրված է այսօրվա համար, վաղվա համար, 1000 տարի հետո եթե կարդան մարդիկ Աստծո խոսքը այժմ իրական է, միշտ կարելի է սովորել Աստծո խոսքից, միշտ կարելի է վերցնել Աստծո խոսքից եւ Աստծո խոսքը կիրառել մեր կյանքում։ Տիրոջ բժշկությունը, Տիրոջ սերը, Տիրոջ խաղաղությունը թող լինի ամենքից վրա, ամեն։